բայղուշներ, էլ քանի կյանք պետքա տանեք, քանի, պատերազմի ժամանակ, քանիսի գլուխը կերակ, հիմա էլ ասում են թիվը ուռճացնում եք, հրապարակեք թիվը, մարդիկ անուն ազգանուններ են ունեցել, դուք եք իրենց ուղարկել ռազմադաշտ, Նիկոլ Փաշինյանը հարբած լայվ ա մտել ու պատերազմի կեսից մարդկանց ուղարկել ա ռազմադաշտ, հետո էլ խոստովանել ա, որ ինք արդեն գիտեր, որ մենք պարտվում ենք, հետո էլ ասել ա, որ դա ադրբեջանական հող էր, ինքը պատերազմը չի կանգնացրել մի բանի համար, հետո երկու անգամ խոստովանել ա, գրավոր կա այդ խոստովանությունը, ասում ա, որովհետև ես վախենում էի, որ ինձ դավաճան կասեք։ Միայն դրա համար պատերազմը չի կանգնեցնել Նիկոլ Փաշինյանը, բանակցությունների ժամանակ ինչ ա արել, ասում ա, ես ինձ գժի տեղ էի դնում, երկրի ղեկավարը խոստովանում ա, որ իրան գժի տեղ էր դնում, բանակցությունների ժամանակ, որ իբր ժամանակ շահի, արդյունքը տեսանք ինչ եղավ։ Հիմա ասում են սահմանները խաղաղ ա մեր, հա խաղաղ ա, սահմանները խաղաղ ա, ադրբեջանցիները չեն կրակում, հայերը չեն սպանվում, բայց քո քարոզարշավի ընթացքում մարդ ա մահանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կախվել ա, որովհետև վարչական իրավախախտման պատասխանության ենթարկելու փոխարեն մարդուն տարել եք, գործ եք հարուցել, կալանավորել եք։ Երեք միկին բարեկամության մոտ ՔՊ-ի պաստառի վրա ֆլոմաստերով խաչ ա քաշել։ Այդ կնոջն էլ են տարել, ժողովուրդ։ Այդ կնոջը բռնել տարել են, հետո աղմուկ ա դուրս եկել, բաց են թողել։ Ասում ես, ես հզոր եմ, ոչ մեկից չեմ վախենում, նախագահներին բանավեճի ա հրավիրում, դու այ վախկոտ, դու անգամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդուց ես վախենում։ Երեք պարոն նախագահ ասում էր, որ սրանք ստախոսության չեմպիոններ են, պարոն նախագահ, սրանք միայն ստախոսության չեմպիոնները չեն, սրանք անբարոյականության ու երեսպաշտության չեմպիոններն են։ Կամ այդ եվրոպացի դիտորդները ուր են, եկել են ընտրությունների արդյունքներ են դիտարկում, ուր եք, այս մահը նաև ձեր վրա ա, ուր եք, դուք արդարացնում եք Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցագործությունները, միայն նրա համար, որ սպասարկում ա ձեր շահը, միայն դրա համար դուք աչք եք փակում բոլոր հանցագործությունների վրա, ասում է ժողովրդավարության բաստիոն ա, ժողովրդավարության բաստիոնում այսպես են հետապնդում սեփական քաղաքացիներին, կամ երեկվա հայտարարություն ասում է ադրբեջանական տարածքներ կան ստե, դուք պատկերացնում եք, Հայաստանի Հանրապետության ղեկավարը իլուր աշխարհի հայտարարում է, որ իմ երկրում կան ադրբեջանական տարածքներ, այսինքն մենք օկուպանտ ենք, այսինքն դու լեգիտիմացնում ես ադրբեջանցիների հարձակումը, դու լեգիտիմացնում ես քո հայտարարություններով Ադրբեջանի վաղվա հարձակումը, աշխարհը վաղը, երբ որ Ադրբեջանը հարձակվի, ինչ պետք է ասի, կասեն եղբայր դու ես ասել, որ ստե ադրբեջանական տարածքներ կան, ես եմ եկել եմ ազատագրեմ իմ տարածքները, կամ ռոլիկներ են տարածում, ժողովուրդ ջան, ավարտում եմ, ընդդիմադիր ուժերի ղեկավարների նկարներով, որ հեսա պատերազմ են բերելու, քրյա օլիգարխիա, չգիտեմ ինչ, ես այդ ռոլիկների բովանդակությանը չեմ ուզում անդրադառնամ, բայց ես ուզում եմ մեր ժողովրդին հիշեցնել, որ նախագահ Քոչարյանի կառավարման 10 տարիները եղել են ամենախաղաղ տարիները, իսկ այն Նիկոլ Փաշինյանը, որին ժողովուրդ իր ձեռքերի վրա բերեց, 3 պատերազմ ա բերել, 3 պատերազմ, ու ես վստահ եմ, որ սրա վերընտրվելու դեպքում նոր պատերազմ ա լինելու, որովհետև մենակ մի դեպքում ա Ադրբեջանը հարձակվելու, իսկ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տարբերակի չստորագրումը միայն դրա մասին ա խոսում, երբ որ ունենա Ադրբեջանը երաշխավորված հաղթանակ,
Իսկ երաշխավորված հաղթանակ միայն մի դեպքում կունենա, երբ իշխանության լինի Հայաստանում նորից իր տուզիկը։ Շնորհակալ եմ։